Շատ լավ։ Այսօր արդեն հունիսի 1-ն է։ Եկանք հասանք հունիս, տարին գրեթե կիսվեց։ Գրեթե։ Իսկ հունիսի 1-ը երեխաների միջազգային օրն է։ Ես ցանկանում եմ մեր բոլոր հայ մանուկներին միշտ անամպ երկինք, պայծառ ապագա, երջանիկ մանկություն։ Նրանք, ովքեր երեխաներ չունեն, ես հույսով եմ բոլորն էլ մայրանան, բոլոր կանայք եւ այլն այդ հաճույքը։ Երեխան շատ քաղցր բան է։ Իսկ մենք շարունակում ենք մեր գործը։ Տեսնենք ինչ է մեզ սպասվում հունիսին առհասարակ։ Այսօրվա թեման հատուկ թեմա չեմ ընտրել, ուզում եմ տեսնել հունիսի 1-ից 15-ը ինչ է սպասում մեզ բոլորիս, ինչ կհուշեն կարտերը։ Ինչ կարտերը կհուշեն, այն էլ կասեմ, ինչ կլինի կարևոր խոյերի համար հունիսի 1-ից 15-ը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Թող կարտերն իրենք հուշեն։ Մենք էլ մեզ համար պարզենք ինչն է կարևոր խոյերի վրա, ինչի վրա պետք է ներողություն խոյերի համար, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել հունիսի 1-ից 15-ը։ Անեմ երկու կարտ եւ մի խորհուրդ կարտերից։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել խոյերին հունիսի 1-ից 15-ը։ Տեսնենք։ Շատ աշխուժ ամիս կլինի, ներողություն, շատ աշխուժ 2 շաբաթ կլինի խոյերի համար։ Սա արագության կարտն է, 8-ն է ջահերին։ Արագություն, այսինքն պետք է միգուցե արագ որոշումներ կայացնել կամ պետք է շատ այսպես։ Ընդհանրապես խոյերը շատ էներգիա ունեն, բավականին աշխուժ են իրենք, բայց շատ ավելի աշխուժ 2 շաբաթ է սպասվում։ Եթե աշխատանք ունեք, գործ եք անում, զբաղված կլինեք, բավականին աշխուժ ակտիվ կլինի։ Եթե ֆինանսական հարցերում, չգիտեմ, անձնական հարցերում, եթե նոր սկսել եք հարաբերություններ ինչ-որ մեկի հետ, ապա շատ կարագանա, ինչ-որ առաջ խաղացում կլինի, զարգացում կլինի, ամեն ինչ շատ արագ կշարժվի։ Ես տեսնում եմ, այստեղ տեսնում եք արևը շողշողում է, այսինքն շատ գեղեցիկ պատկեր եմ տեսնում։ Այս արագությունը ոչինչ բացասական նշանակություն չունի։ Պարզապես կլինի բավականին աշխուժ եւ շարժուն ամիս, էներգիայով լեցուն, հատկապես առաջին 2 շաբաթը։ Կարող եմ ասել նաև փորձեք ինքներդ լինեք ավելի ակտիվ աշխուժ, այսինքն բարձի թողի մի թողեք ոչինչ, ինչ որ ձեզ համար կարևոր է առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հարգելի խոյեր։ Եղեք ավելի աշխուժ, ավելի արագ փորձեք, այսպես ասեմ, ակտիվ լինել։ Չասեմ արագ, ասեմ ավելի ակտիվ լինել։ Եվ ես կարող եմ ասել, այս ակտիվությունը ձեզ իրականում հաջողություն է բերելու, սա հաջողության կարտն է։ Շատ հաջող է լինելու, ինչ էլ որ լինի, ինչն էլ որ արագ լինի, եթե չգիտեմ նոր սիրահարվել եք, հանկարծ հասկանաք, որ չէ, սա այն աղջիկն է կամ այն երիտասարդն է, ում որ ես երկար սպասում էի, շատ հաջող կլինի։ Այսինքն այս շարժը, ինչ էլ որ շարժվի, ինչն էլ որ այսպես արագ շարժվում է ձեզ համար, եւ ձեր ակտիվ լինելը, ձեր աշխուժ լինելը ձեզ կբերի հաջողություն, այդպես կարող եմ ասել։ Դրա հակառակ մյուս կողմում եթե դուք փորձեք մի քիչ ագրեսիվ, տեսեք, արագ շարժվելը մեկ բան է, ագրեսիվությունը բոլորովին այլ բան է։ Սա այս արծեթագուհին, որը կարող է լինել եւ տղամարդ եւ կին իմիջիայլոց, սա նշանակում է հրով թրով, այսինքն ուժով, ամեն գնով փորձում եք ձեր նպատակին հասնել։ Այդ դեպքում կարող եք խճճվել եւ հայտնվել լաբիրինթոսում։ Աշխատեք ագրեսիվ չլինել, տեսեք, ակտիվ լինելով հաջողության կհասնեիք։ Հարգելի խոյեր, ակտիվ լինելով, աշխուժ լինելով, ագրեսիվությունը ձեզ իրականում կխճճի եւ կտանի դեպի լաբիրինթ։ Այսինքն սա նշանակում է խոսելուց առաջ մի քիչ երկար մտածեք, աշխատեք մարդկանց չկոպտել, թրով չկտրել, հարաբերությունները մարդկանց հետ այսպես լաբիրինթոսում չհայտնվեն հանգարց ձեր սուր լեզվի, ձեր ագրեսիվության պատճառով, շատ կտրուկ լինելու պատճառով խոյերին դա շատ հատուկ է, ընդ որում եւ կանանց եւ տղամարդկանց։ Իրենք այսպես շատ արագ ռեակցիա են ունենում, եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, փորձեք մի քիչ ավելի այսպես կտրուկ չլինել, ավելի մեղմ լինել, ավելի երկար մտածել ասելուց առաջ, միգուցե սխալ հասկացաք, որովհետև տվյալ դեպքում դեպքեր կան, երբ ձեզ նեղացրեց ինչ-որ մեկը, հա դու կարող եք իհարկե մարդկանց տեղը դնել, ես դրա մասին չեմ խոսում։ Խոսում եմ այն դեպքում, երբ որ այդ դեպքում դուք հաղթող դուրս կգայիք,
որտեղ ճիշտ կվարվեք, բայց տվյալ դեպքում հայտնվում եք լաբիրինթոցում, այսինքն սա ձեզ կարող է անհարմար վիճակի մեջ գցել։ Աշխատեք ավելի կտրուկ չլինել, ավելի մեղմ լինել մարդկանց հետ հարաբերություններում, նորից եմ կրկնում, վերաբերում է եւ տղամարդկանց եւ կանանց։ Բայց աշխուժ լինելը, ակտիվ լինելը, այսինքն пассив չլինելը, դա հակառակը ձեզ կբերի հաջողություն, շատ մեծ հաջողություն։ Իսկ խորհուրդը կարտերից սա ուժեղության կարտն է, ինչը նշանակում է դուք շատ ուժեղ եք, խոհերը շատ ուժեղ են, լիդերներ են, շատ բավականին իրենք շատ էլ համարձակ են, խիզախ են, միգուցե մեկ դա չափից ավել է եւ կարող է իրենց վնասել, չեմ կարող ասել, եթե այսպիսի վիճակում այնքան ուժեղ եք, որ շատ կտրուկ եք նաեւ, բայց դուք շատ ուժեղ եք եւ չկա այդպիսի հարց, որ խոհերը չկարողանան լուծել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Կարտերի խորհուրդ այս կարտով, հավատացեք ինքներդ ձեր ուժերին, դուք ամեն ինչ կարող եք, չկա այդպիսի դժվարություն, որ դուք չհաղթահարեք։ Ինչ նպատակ, ինչ ցանկություններ ունեք, կկարողանաք, եղեք պարզապես ակտիվ, շփվեք մարդկանց հետ, հա, ինչ որ գործերքներ կարող եք կնքել, ինչ գործ որ ուզում եք անել, արագ կարող եք մտածել, որոշումներ կայացնել, հաջող կլինի ձեզ համար, պարզապես աշխատեք չլինել կոնֆլիկտային, չլինեք կտրուկ եւ որպեսզի չհայտնվեք նման խճճված լաբիրինթոսում։ Այժմ տեսնենք ինչ խորհուրդ կտանք կարտերը ցլերի։ Ինչ կլինի կարևոր ցլերի համար հունիսի 1-ից 15-ը։ Ինչ կլինի կարևոր ցլերի համար հունիսի առաջին կեսին եւ խորհուրդ կարտերից։ Տեսնենք առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ցլերը առաջին 2 ամսվա ընթացքում։ Այս հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Առաջին տեսնում եմ թագավորը պենտակլի։ Սա կայացած հասուն մարդն է, թագավոր վերջապես։ Այսինքն կայացած հասուն մարդ, որը ֆինանսական հաջողությունների է հասել, որը ինքը իր աշխատանքով, իր խելքով, իր պլանավորելով ճիշտ ճանապարհով գնացել է եւ բավականին էլ լավ տեղ է հասել, այսինքն ինքը շատ այսպես կայացած եւ լավ է զգում իրեն։ Եվ այստեղ տեսնում եմ կին։ Եթե մարդը հասել է կյանքում ամեն ինչի իրեն միայն կին է պակասում, ուրեմն սա խորհուրդը կարող է նշանակել, որ եթե դուք հարգելի ցլեր, այն ցլերը, ում սա վերաբերում է, եթե դուք արդեն կյանքում բավականին հաջողությունների հասել եք եւ ֆինանսապես կարծում եք, որ ապահով եք, ապա երևի թե ժամանակն է ձեզ նաեւ ամուսնանալու։ Երևի թե ձեզ միայն կին է պակասում, այս մարդու կյանքում ամեն ինչ կա։ Սա ես չեմ ասում, կարտերն են ասում, տեսնում եք, ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Երևի թե Եվ կարող եմ ասել, որովհետև կինը ձեզ է նայում, ըստ էության կա ինչ-որ մեկը, որ ձեր նկատմամբ անտարբեր չի։ Կինը իրականում տեսնում եք, նամակ է կարծիքի, կինը ձեզնից իրականում սպասում է լուրի, իրականում կինը ակնկալիքներ ունի ձեզնից, եթե կա ձեր կյանքում այդպիսի մի կին։ Միգուցե դուք շատ զբաղված եք գործերով, ֆինանսներով, աշխատանքով, շատ զբաղված եք, ժամանակ չունեք, ապա ժամանակն է, որ նաև հիշեք ձեր անձնական հարաբերությունների մասին, ֆինանսներ առժամանակ թողնեք մի կողմ։ Եվ կինը, որ դուք կիմանաք, կան այդպիսի, եթե կան այդպիսի ցլեր, դուք գլխի կընկնեք ում մասին է խոսքը։ Կա կին, որը իրականում սպասում է ձեզնից լուրի։ Եվ դուք կարողանաք ձեր անձնական հարաբերությունները կառուցել եւ ավելի հետաքրքիր դարձնել ձեր կյանքը, լիարժեք, եթե պարզապես զանգեք, գրեք կամ նորից փորձեք հանդիպել այս կնոջ հետ։ Իսկ եթե սա ամուսնական զույգի մասին է խոսքը, ապա հարգելի ցլեր, նրանք ովքեր շատ զբաղված են գործերով, շատ զբաղված մարդիկ են, բիզնես են անում, գործ ունեն, աշխատում են, ու շատ են աշխատում, կենտրոնացել են իրենց ֆինանսական հաջողությունների վրա, ապա եթե դուք ամուսնացած եք, ապա ձեր կին իրականում կարոտում է ձեզ։ Մի քիչ պետք է ավելի ուշադրություն դարձնել ձեր ընտանիքի վրա, հատկապես կնոջ վրա։ Այսինքն դե գումար վաստակել է, լավ է, շատ լավ է, բայց եթե դուք ձեր ընտանիքի հետ ժամանակ չեք անցկացնում եւ այդ գումարը չեք վայելում միասին, ապա ում է պետք այդ հարստություն պարզապես ունեցվածք դիզելը, չէ՞։ Ամառ է գալիս, հունիս է վերջապես, ներողություն։
Երևի թե ժամանակն է սիրային ռոմանտիկ ժամադրության գնալիս, այստեղ երեխաներ չեմ տեսնում, այստեղ ընտանիքի մասին չի խոսքը։ Եթե մի քիչ ձեր ռոմանտիզմը, չգիտեմ, մարել էր մի որոշ ժամանակ, միգուցե ձեր կնոջ հետ գնաք առանձին ճամփորդության, թողեք երեխաներին մեծերի հետ, իրենց հետո կվերադառնաք ձեր ճամփորդությունից, ձեր հանգստից նվերներ կբերեք։ Գնացեք ձեր զույգի հետ։ Ունեք զույգ, չունեք զույգ, ինչ որ մեկ ամեն դեպքում տեսնում եմ, որ կա, սպասում է ձեզնից ինչ որ լուրի, կամ ձեր կինն է, ձեր ընկերուհին է, նշանած, նա ով էլ ուզում է լինի։ Գնացեք, ձեզ խորհուրդ եմ տալի կարտերը, դուք բավականին արդեն ինչ որ բանի հասել եք կյանքում արդեն, ժամանակն է մի քիչ զվարճանալ, ձեզ մի քիչ ռոմանտիզմ է պետք կյանքում, հարգելի ցելեր։ Դրանից լավ խորհուրդ չէր կարող լինել, հունիս ամառը սկսվում է։ Իսկ երկրորդ տարբերակով տեսնում եմ հիմարի կարտը, որը նաև զրոյական կարտն է, եւ տեսնում եմ այսպես թռչունների կարտը։ Սա նաև նշանակում է, սա բոլորովին կապ չունի առաջին կարտի հետ, ուղղակի մեկ այլ խորհուրդ ցելերին, ում կվերաբերի, նա էլ կարող է իրեն վերագրել։ Սա նշանակում է մի քիչ ավելի զգուշ եղեք, շատ թեթևեք, ինչ որ հարցին շատ թեթևեք վերաբերվում, շատ այսպես անզգուշաբար, չեմ կարող ասել, հատկապես զրուցելուց, միգուցե շատ եք ձեր սիրտը բացում սրա նրա առաջ, շատ եք զրուցում, անզգուշ եք։ Դա իրականում ձեզ կարող է անհարմար վիճակի մեջ դնել, մարդիկ կարող են ձեր ասածներն օգտագործել ձեր դեմ։ Իսկ գիտեմ, որ շատ ժողովուրդը լեզվով ասած ջիգարով են ցելերը, կա այդպիսի բան, մանավանդ որ մի քանի բաժակ խմում են, ընդ որում եւ կանայք եւ տղամարդիկ։ Այսպես իրենք բոլորին սիրում են։ Դա շատ կարող է վտանգավոր լինել, հարգելիներս, դες տեսնում եմ այդտեղ զրուցելով, ասելով, դուք ուղղակի սրտնա հետ բացում եք, շատ սրտաբաց եք, ջերմ եք, բայց իրականում մարդիկ այդպես չեն, այդպեսին չեն, նրանք կարող են նախանձել, եթե ձեր հաջողությունների մասին եք խոսում, լինի անձնական, լինի ֆինանսական, գործերի, ինչի հետ էլ ուզում եք կապված լինի, կարտերի խորհուրդն է մի քիչ խոսեք։ Ձեր մասին, ձեր անձնական, ձեր հարցերի մասին մի կիսվեք։ Ամեն մարդու գոնե մի վստահեք։ Դե 1-2 մոտ ընկեր ունեք, դա հասկանալի է, կամ ընկերուհի, սա բոլորին վերաբերում է, տղամարդկանց եւ կանանց։ Կարտերն են հատուկ այստեղ զգուշացնում են։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հատկապես աշխատեք ամեն մարդու հետ սրտները չբացեք, չկիսվել, որովհետեւ իրականում շատ վատ վիճակի մեջ կարող եք հայտնվել եւ իրականում կհայտնվեք ձեր լեզվի պատճառով։ Ձեր խոսելու, շատախոսելու, ասելու ավելի քան պետք է։ Դրա պատճառով կարող եք անհարմար վիճակի մեջ հայտնվել։ Փորձեք պարզապես զգուշ լինել։ Այդքան բան։ Կարտերի խորհուրդը։ Կարտերի խորհուրդով տեսնում արդարադատություն։ Արդարադատությունն ինչ կարող է խորհուրդ որպես նշանակ։ Եղեք ազնիվ։ Եղեք ազնիվ, չեմ կարող ասել ում հետ է կապված, ինչ հարցերում լինել ազնիվ, բայց ամեն դեպքում կարծես թե կարտեր ամեն դեպքում խորհուրդ են տալիս։ Եղեք ազնիվ։ Ինչ էլ որ անում եք, աշխատեք ոչ մի իրավական խախտում չանել, շատ զգուշ եղեք, այսինքն եթե թեթևակի անգամ, չգիտեմ, սխալ տեղից փողոց անցա, կարող է հանկարծ ձեզ դրա համար տուգանել, եթե, չգիտեմ, մեքենա եք վարում, հանկարծ ինչ որ ես ասենք եթե ասում իրավունք չխառնեք, չխանգարեք, ես նկատի չունեմ շատ մեծ ինչ որ անիրավական գործեր անեք, օրինազանց լինեք, չէ, ես նկատի ունեմ փոքր-մոքր թեկուզ, կարող է ինչ որ օրինախախտում անեք, շատ փոքր չնչին, եմ ասում, մեքենայով ինչ որ կարմիր լույսի տակով անցակ օրինակի համար եւ կարող են ձեզ տուգանել, եթե ուրիշ անգամ կարող եք ուղղակի այսպես աննկատ անցնել, ապա հաջորդ 2 շաբաթվա ընթացքում մի քիչ ավելի զգուշ եղեք, օրինապահ մարմինների հետ էլ ավելի զգուշ եղեք, աշխատեք լինել արդար, այդպես կարող եմ ասել, կարտի ամեն դեպքում խորհուրդն է, մի քիչ ավելի զգուշ եղեք, ինչ էլ որ անում եք, ուշադրություն դարձրեք ձեր կանանց, փորձեք մի քիչ ռոմանտիզմն ավելացնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում եւ փորձեք ձեր մասին շատ չխոսել, շատ չկիսվել, մի քիչ ավելի այսպես քիչ բացեք ձեր սրտերը մարդկանց առաջ, այդպես կարող եմ ասել։ Այսքան։ Տեսնենք հաջորդը ինչ կարտերը, ինչ խորհուրդ կտան կարտերը երկորյակներին։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հունիսի 1-ից 15-ը ինչը կլինի կարևոր երկորյակների համար, ինչ արժի որ նրանք ինչի վրա արժի որ նրանք ուշադրություն դարձնեն, այսպես ասեմ։ Երկու տարբերակ եւ խորհուրդ կարտերից։
Ցեմ օգնող կարտեր էլ հանել։ Ինչ է կարևոր իմանալ երկվորյակներին առաջիկա 2 շաբաթվա համար, հունիսի 1-ից 15-ը։ Առաջին տարբերակում տեսնում եմ լուսին եւ տեսնում եմ 8 բաժակների։ Լուսինը նշանակում է կասկածներ, վախեր, անհանգստություններ։ Շատ ավելին է նշանակում լուսինը, բայց ես դրան դեռ կանդրադառնամ։ Իսկ այստեղ տեսնում եմ բաժակների 8-ը, այսինքն մարդը թողնում եւ հեռանում է։ Բաժակների կեսը ընկած են, կեսը կանգնած են, տեսնում եք, սա իր հիասթափություններն են եւ փորձերը։ Ինչ որ բան փորձել է մարդը, չի ստացվում եւ այսպես հիասթափված հեռանում է, փորձում է նոր ուղիներ գտնել։ Մարդը կոտարված չէ բոլորովին, պարզապես հիասթափված է, ինչ որ բան փորձել է եւ չի ստացվել։ Մյուս կողմից լուսինը կարող է նաեւ նշանակել, այսպես ունի այդպիսի նշանակություն լուսինը, ձեր սխալները, ինչ եք դուք արել։ Դե չեմ ուզում ասել մեղքեր գործել, մի քիչ այսպես շատ անպագորգոր չհնչի, բայց եթե դուք ինչ որ սխալներ եք թույլ տվել, դրանից եք հիասթափված հեռանում, ապա դուք դրանից ուղղակի դաս եք առել։ Մարդ ենք, բոլորս էլ պատահում է, մարդիկ ինչ որ հարցերում կարող են սխալվել, բայց ամեն դեպքում ասում է, ինչ որ գործեր եք արել, ինչ որ քայլեր եք ձեռնարկել, արել եք, որ սխալ են եղել, ճիշտ չեն եղել, սրանք ձեր թերություններ եւ ձեր սխալ քայլերն են եղել եւ արդյունքում այո, դրանք ձեզ բերել են հիասթափություններ եւ այսօր դրանք փորձում եք հեռանալ։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, եթե կան այդպիսի երկորյակներ, որոնք կամ պարզապես, չգիտեմ, ինչից են հիասթափված, մարդկանցից են հիասթափված, իրենց կյանքի փորձից են հիասթափված, կամ իրենք իրենցից են հիասթափված, որովհետև իրենք են ինչ-որ սխալ բաներ արել, կամ ձեր հանդեպ են արել արգելի երկորյակներ, կամ դուք եք արել։ Երկու տարբերակներ կարող է աշխատել։ Դուք կփորձեք հաջորդ 2 շաբաթվա ընթացքում հեռանալ այս խնդիրներից, փորձել հեռանալ եւ մոռանալ, նոր ուղի ընտրել, նոր ճանապարհ ընկնել եւ դա կլինի նոր փորձ ձեզ համար, նոր ուղի կյանքում։ Ես ոչ դրական իմաստով եմ ասում, ոչ բացասական։ Եթե մարդը կյանքում ինչ-որ բան փորձում է եւ չի ստացվում, նորմալ է, պետք է գնալ առաջ, ոչ թե կոտրվել, այլ պետք է գնալ առաջ եւ փնտրել նոր ուղիներ, ինչպես նորից կառուցել ձեր կյանքը։ Շատ նորմալ է։ Հին սխալներից դաս առնել, որպեսզի նույն սխալները այլևս թույլ չտան։ Հաջորդը այստեղ տեսնում եմ ես ասպետը թրերի եւ տեսնում եմ թռչունների։ Հաջորդ 2 շաբաթվա համար։ Ես տեսնում եմ այստեղ ագրեսիվ ասպետ, կլինեն որոշ խոյեր, որոնք կլինեն բավականին ագրեսիվ եւ հատկապես խոսակցության մեջ, այսինքն խոսելով, հա, այսպես չգիտեմ, լուրերով են խոսում, ինչպես կարող է լինել, հատկապես 2 շաբաթվա ընթացքում ես կարծեմ, եթե չեմ սխալվում, ընտրություններ են լինելու Հայաստանում, այ բավականին ագրեսիա էլ կլինի եւ հատկապես լեզվակռիվ կլինի, չգիտեմ, ընտրողների մեջ է, ովքեր են, ինչեր են, ես չեմ ուզում դրա մեջ մանրանալ, բայց ամեն դեպքում երկորյակների հետ կապված ագրեսիա կլինի եւ դուք կլինեք ագրեսիվ եւ ձեր նկատմամբ կլինեն ագրեսիվ, այդպես էլ կարող եմ ասել։ Այ կարտերը խորհուրդ են տալիս մի քիչ զգուշ եղեք, խոսելուց զգուշ եղեք, ինչ եք ասում, ինչպես եք արտահայտվում, ձեր խոսքի մեջ ագրեսիան էլ կարող է իրականում ձեր դեմ աշխատել, որովհետև, բայց ես ավելի շուտ տեսնում եմ երկորյակներն են ագրեսիվ, քան թե ձեր նկատմամբ է ագրեսիվ։ Եվ իրենք այսպես թրով առաջ շարժվելով, այսինքն ոչ մի բանի առաջ էլ չեն ուզում կանգնել եւ փորձում են ինչ-որ նպատակ ունել, իրենց նպատակին հասնել։ Ինքը շատ այսպես վտանգավոր, նաեւ ոչ ազնիվ ասպետ է, որտեվ ամեն ինչի չի կարելի հասնել ամեն գնով, չի կարելի այդպես, բայց մարդը ես տվյալ դեպքում դա եմ տեսնում եւ կարտերի խորհուրդն է մի քիչ ավելի զգուշ եղեք, քիչ ագրեսիվ, դա ոչ մի լավ բանի չի հասցնի եւ եղեք նաեւ քիչ ագրեսիվ խոսակցության մեջ։ Դուք կարող եք մարդկանց, այսպես ասում են, լեզվի կտրածը ավելի սուր է, քան թրի կտրածը, այդ սա դրան էլ է վերաբերում, աշխատեք զգուշ լինել ձեր խոսակցության մեջ, հարգելի երկորյակներ, եւ խոսելուց առաջ աշխատեք շատ այսպես սուր չկտրել մարդկանց ձեզնից, որտեղ դա կարող է ի վերջո ձեր դեմ դուրս գալ, եւ աշխատեք շատ ագրեսիվ չլինել եւ խուսափել նաեւ ագրեսիվ մարդկանցից, այդպես էլ կարող եմ ասել։ Եթե ձեր հանդեպ են ագրեսիվ, ձեզ են փորձում, չգիտեմ, իրենք են փորձում այսպես խոսքով, զրույցով կպնել ձեզ ինչ որ ձևով, ապա դուք չեք կարողանալու, հասկանում եք, մարդիկ պարզապես խոսում են, այսինքն ձեր դեմ ինչ որ մեկը ինչ որ բան է խոսում, դուք այս հրով թրով գնում եք այդ մարդու լեզուն կտրելու։ Դա ճիշտ տարբերակ չէ։
Եթե մարդիկ խոսում են, պետք է խոսելով էլ կարողանաք հարցերը լուծել, այսինքն չի կարելի։ Չափից ավել ագրեսիվություն եմ տեսնում ճիշտն ասած, ինչը այնքան էլ լավ չի։ Մարդիկ ուղղակի խոսում են, դուք այստեղ միանգամից ագրեսիվություն եք ցուցաբերում։ Նորից եմ ասում, երկու տարբերակն էլ կարող են լինել, կամ դուք եք ագրեսիվ, կամ ձեր հանդեպ են ագրեսիվ։ Ամեն դեպքում զգույշ եղեք, եթե դուք եք ագրեսիվը, աշխատեք մի քիչ ավելի մեղմ լինել, հա, ավելի փորձելով զրուցելով հարցերը կարգավորել, իսկ եթե ձեր հանդեպ են, էլի զգույշ եղեք։ Ագրեսիվ մարդկանցից փորձեք զգույշ լինել։ Իսկ երկրորդը տեսնում եմ ներողություն, իսկ խորհրդի կարտով տեսնում եմ սիրահարների կարտը։ Սիրահարների կարտը նշանակում է ընտրություն։ Ինչ որ ընտրության առաջ են կանգնած լինելու երկորյակները։ Կամ այս կողմ, կամ այն կողմ։ Ես հուսով եմ չի հասնի դա ինչ որ շատ ծայրահեղության, ուլտիմատումների, որ այսպես կլինի, կամ այսպես կլինի, կամ իմ ուզածով կլինի, կամ չի լինի, այ դա շատ ինչ որ ծանր տարբերակ կարող է լինել։ Ես այս ագրեսիվությունից կարող եմ, հա, տեսնել նման բան, բայց դա ձեզ ոչ մի լավ տեղ չի հասցնի։ Դրա համար աշխատեք այսպես, չգիտեմ, ում հետ ինչ խնդիր կարող եք ունենալ, կամ ինչ որ մեկը ձեզ հետ կարող է խնդիր ունենալ, աշխատեք ծայրահեղությունների մեջ չընկնել եւ ծայրահեղ ընտրությունների մեջ էլ չընկնել։ Պարզապես զրուցելով, բացատրվելով շատ ավելի հանգիստ ձևերով կարող եք ճիշտ ընտրություն կատարել։ Ես այստեղ չեմ տեսնում ինչ որ ծանր հետևանքներ, ես ուղղակի կարող եմ ասել, որ բավականին դժվար 2 շաբաթ է սպասում երկորյակներին։ Ամեն դեպքում ինչ որ ընտրության առաջ են կանգնած ընտրությունների, լավ է, չէ՞։ Ընտրություններին բավականին երկորյակներ կան մասնակցող, անկախ ինձնից ասեցի, բայց ճիշտ է, այդպես էլ է ճիշտ։ Ամեն դեպքում ես սովորական երկորյակների մասին եմ խոսում, հասարակ մարդկանց։ Ինչ որ ընտրության առաջ եթե կանգնած լինեք, փորձեք ավելի մեղմ վերաբերվել, ավելի երկար մտածել ձեր այսպես ընտրության շուրջ, ուլտիմատումներ չներկայացնել, այսինքն ծայրահեղ քայլերի չդիմել։ Ընտրություն է ամեն դեպքում կամ այսպես է, կամ այնպես է։ Դի կարողանաք ճիշտ ընտրություն կատարել։ Փորձում եմ ամփոփել, նույնիսկ եթե հիասթափություններ ունեք, անկախ նրանից դուք եք հիասթափեցրել ուրիշներին, թե դուք ինքներդ եք ձեզ հիասթափեցրել, թե ուրիշները ձեզ հիասթափեցրել են, հեռանում եք, փորձ ձեռք բերած, բավականին փորձ ունեք։ Աշխատեք նույն սխալները չանել, եթե դուք եք սխալներ արել, ապա այդ դեպքում հաջորդ ճանապարհը կլինի շատ ավելի հաջող։ Եվ մարդկանց հետ շփման մեջ, հատկապես բանավոր, հա, խոսելու, աշխատեք շատ կտրուկ չլինել հաջորդ ամիս եւ կատարեք ընտրություն, եթե ընտրության առաջ կանգնած լինեք։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը ներողություն խեցգետիների։ Ինչն է կարևոր խեցգետիների համար, ինչ կլինի կարևոր հունիսի 1-ից 15-ը։ Ինչ կլինի կարևոր խեցգետիների համար։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ խորհուրդ կարտերից։ Չեմ օգնական կարտեր էլ հանել։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Շատ ակտիվ կարտեր եմ տեսնում խեցգետիների համար։ Տեսնում եմ առնետների կարտը եւ ջահերի թագուհին։ Ջահերի թագուհին իրականում կրակի նշան է։ Իրենք շատ տաքայրուն, շատ կրակոտ, շատ նպատակասլաց են եւ մի քիչ էլ, այսպես ասած, եսասեր։ Այո, սրանք կարող են լինել իրենց նպատակին հասնելու համար, այո, իրենք կարող են լինել բավականին եսակենտրոն։ Այսինքն մտածեն իրենց նպատակի մասին, հաշվի չառնել այլ մարդկանց։ Տվյալ դեպքում, եթե որոշ խեցգետիններ որոշեն այսպիսի կերպարում լինել առաջիկա երկրորդ շաբաթվա ընթացքում, իրականում իրենք կարող են ինչ-որ բան կորցնել։ Մարդկանց կարող են կորցնել, չգիտեմ, հաջողություն կարող են կորցնել, ֆինանսներ կարող են կորցնել, կդժվարանամ ասել, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում կորուստներ կլինեն, որովհետև իրականում խեցգետինները կրակի նշան չի, այսինքն սա իրենց հատուկ պահվածք չէ, բայց իրենք եթե այդպիսի կերպարում լինեն, ինչը իրենց հարիր չէ, հարմար չէ, ասենք իրենք այդպեսին չեն, բայց ինչ որ հանկարծ ագրեսիվություն այսպես ձեռք բերեն, չեմ կարող ասել ում կամ ինչի հանդեպ, կարող են կորուստներ ունենալ։ Մյուս կողմից կարող եմ ասել, ես որտեվ կարծում եմ, որ իրենց այսպես ճիշտ կերպար չէ սա խեցգետինների համար, իրենք իրականում շատ այսպես ավելի մեղմ են,
Ես կարող եմ ասել, միգուցե որոշ խեցգետինների համար պետք է լինել այսպիսի կերպարում, որպեսզի կորուստներից խուսափեն։ Եթե ինչ որ ձևով ինչ որ մեկը ինչ որ սպառնալիք է ձեզ հանդիսանում, չեմ կարող ասել ինչ հարցում, միգուցե դուք պետք է մի քիչ ավելի ագրեսիվ լինեք, մի քիչ ավելի եսակենտրոն լինեք, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Երկու տարբերակներ նշում եմ, ում ինչ կվերաբերի, այդպես էլ կարող եք ընդունել։ Եթե դուք եք ագրեսիվը, եթե դուք եք այս եսասերը, մենակ ձեր մասին եք մտածում, ինչ որ նպատակին հասնելու համար, դուք նպատակին չեք հասնի, իրականում կորուստ կունենաք։ Իսկ եթե դուք կարող եք կորցնել ինչ որ բան, լինի աշխատանք, ֆինանսներ, հարաբերություններ, ինչ որ մեկը ձեր նկատմամբ է, այսպես, չգիտեմ, սպառնալիք հանդիսանում ձեր հանդեպ, ապա դուք պետք է լինեք մի քիչ ավելի սովորականից ավելի տաքարյուն, ավելի ագրեսիվ, ինչը ձեզ հատուկ չէ, որպեսզի կարողանաք խուսափել կորուստներից։ Երկու տարբերակն էլ կարող է լինել։ Էլ ինչ են ասում կարտերը։ Տեսնում եմ այստեղ լուսին եւ տեսնում եմ էլի թրերի ասպետը, էլի տեսնում եմ ագրեսիվություն։ Լուսինը, ինչպես արդեն ասացի, նախորդ նշանների համար, լուսինը կասկածներն ու վախերն ու անհանգստություններն են։ Միգուցե ինչ որ կասկածներ, վախեր կունենան որոշ խեցգետիններ, սա կարող առաջի տարբերակին չվերաբերել, որովհետեւ այլ պատմություն լինել, ապա ձեր վախերը, ձեր անհանգստությունները ու կասկածները կարող են ձեզ դարձնել այսպես ագրեսիվ եւ վտանգավոր։ Այսինքն կասկածներն ու վախերը հասկանում եք, դա դեռ ապացույց չի, դա դեռ ոչինչ չի նշանակում, սրանք պարզապես ձեր զգացողություններ են։ Չնայած ես էլ եմ ասում, ես խեցգետիներին այսպես ագրեսիվ չեմ տեսնում, բայց եթե հանկարծ ինչ որ կասկածներից ու վախերից ինքնապաշտպանական ռեակցիայից լինելով փորձեք այսպես լինել բավականին ագրեսիվ, իրականում հակառակ ազդեցություն կունենա։ Ես չեմ կարծում, որ դուք հաղթանակած դուրս կգաք, դա կարող է ձեր դեմ աշխատել։ Մի քիչ պետք է ավելի զգույշ լինել եւ ավելի մեղմ լինել, այսինքն այսպես հրով-թրով չփորձեք ինչ որ բան parzել ձեզ համար, կասկածներ ունեք, պարզապես փորձեք երևի մարդկանց հետ զրուցել։ Այսինքն այս ասպետի տարբերակը թրով գնալ, հա, այսպես կռվով, դավով չի կարելի, կարտերի խորհուրդն է ամեն դեպքում, խորհուրդ են տալիս դրանից ավելի շատ զերծ մնալ։ Իսկ եթե ձեր հանդեպ ինչ որ մեկը կլինի այսպես ագրեսիվ, շատ խրող, շատ ագրեսիվ, դուք կարող եք ձեր մեջ կարող են ինչ որ վախեր, անհանգստություններ առաջանալ, այդ դեպքում փորձեք ուղղակի հեռու մնալ ագրեսիվ մարդկանցից, պարզապես զգույշ լինել։ Միգուցե ես այս դեպքում լրացուցիչ կարդ անեմ։ Տեսնենք ինչ կպարզեն կարտերը տվյալ դեպքում։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ագրեսիվությունը գալիս է խեցգետիններից, որովհետև ես այստեղ տեսնում եմ թրերի 2-ը, ապա պենտակլի 3-ը, ինչը նշանակում է, որ դուք ինչ որ իրավիճակում այսպես մի տեսակ չեք տեսնում, ելք չեք տեսնում, ընտրություն պետք է կատարեք եւ չեք տեսնում ելքը։ Չեք կարողանում պատկերացնել, այսինքն ունեք կասկածներ ու վախեր լուսնով, չեք տեսնում ելքը ինչպես այս վիճակից դուրս գալ, տարբերակը չկա, ինչպես կարող եք այս կասկածներ ու վախերը փարատել երևի թե, եւ այսպես ագրեսիվ եք մոտենում հարցին, որովհետեւ դուք տարբերակ չեք տեսնում։ Դե եթե դուք չեք տեսնում, ես էլ եմ ասում, դա դեռ չի նշանակում, որ չկա տարբերակ, չունեք ընտրություն, որովհետեւ կասկածների հիման վրա ագրեսիվությունը պարզապես սխալ է։ Սխալ է եւ իրականում հաջողության ձեզ չի բերի, որտեղ դուք եք մտածում, որ առանց ագրեսիվության ելքը չեք տեսնում ինչպես խաղաղ լուծել հարցերը։ Մտածում եք, որ առաջ խաղացում կարելի է ունենալ այսպես հրով-թրով։ Իրականում դուք չեք կարող ունենալ առաջ խաղացում։ Դուք ուղղակի պետք է պարզեք այս կասկածները, վախերը մինչև այսպես ագրեսիվություն ցուցաբերելու կարտերի խորհուրդն է պարզապես փորձեք ձեզ համար պարզել թե ինչ է իրականում կատարվում, որտեղից են այս կասկածներն ու վախերը, մինչև այսպես ագրեսիվություն ցուցաբերելը, որովհետև սա կարող է իրականում ձեր դեմ աշխատել։ Եվ խորհուրդը կարտերի։ Այո, տեսնում եմ, բավականին այսպես խնդիրներ կլինեն ձեր առջև այս երկու շաբաթվա ընթացքում, չեմ կա տարբեր տեսակ խնդիրներ ընդ որում, շատ տարբեր։ Բայց սա անիրանելի վիճակ ես չեմ տեսնում, ուղղակի ինչ որ հանկարծակի, չգիտեմ, հանգիստ էր երևի ամեն ինչ խաղաղ էր ու հանկարծ պարզվում է ինչ որ խնդիրներ կան ու դուք պետք է այս խնդիրների հետ հաշվի նստեք, այսինքն, չգիտեմ, տարբեր, տեսնում եք, այս բոլոր բաժակները
Սա բաժակների 7-ն է։ Այսինքն 6 տեսակ տարբեր խնդիրներ միանգամից, հատկապես երկրորդ տարբերակում, երբ տեսնում եք, երբ դուք հանկարծ շատ ագրեսիվություն ցուցաբերեք միտեղ, որտեղ պետք չէր ագրեսիվություն ցուցադրել, ձեր միայն կասկածների հիման վրա դուք մի քիչ ինչ-որ շատ այսպես անելանելի վիճակ տեսաք եւ ագրեսիվություն ցուցաբերեցիք, դա կարող է նոր խնդիրներ առաջացնել։ Իդեպ դուք խնդիրները կլուծեք եւ կհասնեք ծաղիկին, տեսնում եք 7-րդ բաժակը, դա կլինի իրականում վերջը այս ամենի։ Բայց մինչեւ դրան հասնելը դուք բավականին, այսպես ձեզ կարող եք ինքներդ ձեզ տանջել։ Բայց իրականում կասկածները ձեր մեջ էին, դա չի նշանակում, որ իրականում ինչ-որ լուրջ պատճառներ կային։ Ես այդպես չեմ տեսնում։ Տեսնում եմ, սա ձեր նորից անհանգստություններն են։ Դուք շատ ավելի վատ եք ամեն ինչ տեսնում, քան իրականում կար, բայց ելի եմ ասում, սա իրականություն չի, սա ուղղակի ձեր զգացողություններն են։ Եթե մի քիչ կարողանաք ձեզ ավելի հանգիստ պահել, տիրապետել ավելի կամ միգուցե զրուցել, բացատրվել մարդկանց հետ, եթե ինչ-որ խնդիր ունեք։ Ես չեմ կարող ասել սա ինչի հետ է կոնկրետ կապված։ Եկեք էլի լրացուցիչ անեմ 2 կարտ երկրորդ տարբերակի համար։ Որտեղ առաջի տարբերակում շատ պարզ էր։ Երկրորդ տարբերակն էր ավելի բարդ իրավիճակ էր։ Խեցգետիններ, ովքեր ինչ-որ նման խնդիրներ ունենան, իրանք կհասկանան ինչի մասին է խոսքը։ Ինձ համար շատ պարզ չէ։ Ես տեսնում եմ, այստեղ ստվերում աղվես է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը ամեն դեպքում կա, սա կարող է լինել եւ աշխատանքի հետ կապված, աշխատանքի վայրում ինչ-որ կին կարող է լինել աղվեսը, ինչ-որ մեկը կա, որ խորամանկում է, մի փոքր ինչ-որ այսպես, այո, խորամանկում է կամ ինչ-որ խարդախություն է անում, ինչ-որ անազնիվ մի քայլ է ձեռնարկել ձեր հանդեպ, դրա համար դուք այդպես կասկածներ ու անհանգստություններ ունեք, կամ պարզապես ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել, հա, ձեզ խճճելու համար։ Բայց ես էլ եմ ասում, հիմքեր ես առանձնապես չեմ տեսնում, որ դուք ունեք լուրջ պատճառներ։ Ես այստեղ էլ պատճառներ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ տունը դուք լավ ունեք, լավ տուն, լավ ընտանիք, հարմարավետ եք ապրում շատ, գնում եք, շփվում եք, այսպես նպատակներ ունեք, թևերը պարզած, փոփոխություններ կարող են լինել։ Ես ոչ մի վատ բան ճիշտ ասած չեմ տեսնում, էլ եմ ասում։ Ինչ որ մեկը ինչ որ բան կարող է ասել, որը շատ կարող է ձեր սրտին ծանր նստել, ինչ որ կասկածներ, անհանգստություններ առաջանան եւ դուք ինչ որ գործողություններ անեք այդ խոսքի հիման վրա, բայց իրականում ոչ մի հիմք չունի խոսքը։ Բացարձակ, դրանք ձեր էմոցիաներն էին։ Եվ դա իրականում, եթե դուք չտիրապետեք ձեզ եւ էլ եմ ասում, մի քիչ ագրեսիվություն ցուցաբերեք, իրականում կարող է այսպիսի մի տեսակ տհաճ իրավիճակի մեջ գտնվեք։ Ի վերջո դուրս կգաք, ծանր հետևանքներ չի ունենա, բայց մի քիչ այսպես էմոցիաներով բավականին դժվար ճանապարհ կանցնեք, մինչև կարողանաք վիճակից դուրս գալ։ Եվ առաջինն էլ է դա վերաբերում, հիշում եք, որ ասում եք կորուստներ կունենաք, այս վիճակում կհայտնվեք, հա, այս մարտահրավերների վիճակում կհայտնվեք, եթե մի քիչ ավելի այսպես ագրեսիվ չլինեք, էլ, այսինքն սա սովոր հատուկ չէ խեցգետիններին։ Դուք այսպիսի կերպարում ընդհանրապես չեք դրսևորվում։ Բայց եթե լինեք մի քիչ ավելի ագրեսիվ, կունենաք կորուստներ։ Կորուստը կլինի միգուցե ձեր նաև ձեր անդորրը մի որոշ ժամանակ։